Նրանք ապրում են մեր կողքին, ստեղծագործում են, կերտում են 21-րդ դարի հայ արվեստը, մենք նրանց չենք ճանաչում։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման հովանավորն է Smart Construction ընկերությունը։ Smart Construction նորագույն տեխնոլոգիաներ նիշը ձեր բիզնեսի, թեթև մետաղական կոնստրուկցիաներով և սենդվիչ պանելներով կառուցվող բազմաֆունկցիոնալ շինություններ, միջազգային չափորոշիչներին համապատասխան ժամանակակից շինարարություն, ինչպես նաև արագընթաց դարպասներ, բարձիչ կամրջակներ, հուսալի հրակայուն դռներ։ Շահեք թանկարժեք ժամանակը, կառուցեք ձեր բիզնեսը արագ և օպտիմալ։ Smart Construction, հեռախոս 29 81 81։ Միշտ մեծ իրադարձություն է, կարող է ժամերով լսել նրան, քաղել իմաստություն, ծանոթանալ Սյունյաց աշխարհի լեգենդների, յուրահատուկ վայրերի ու տարածաշրջան այցելած կանանց հետ, որոնք միջազգային ամենավաճառվող ճամփորդական ուղեցույց Lonely Planet գրքում կարդացած լինելով Աշոտի մասին, շտապում են իր հետ հանդիպման։ Աշոտ Ավագյան, ոմանց համար նա աղանդավոր է, ոմանց համար տաղանդավոր, ոմանց համար տարօրինակ, ոմանց համար սիրելի, իսկ ոմանց համար ցանկալի։ Ինձ համար նա իմ լավ ընկեր, միշտ կայտառ ու երիտասարդ քրմապետ Աշոտն է, որին նվիրված է այսօրվա Սիրի հաղորդումը։ Նրան նվիրված էր նաև նախորդ հաղորդումը, որը կարող եք գտնել asecose.am կայքում։ Երկու հաղորդումը դա ուղղակի նվազագույն քանակն էր հաղորդումների, որ կարելի էր անել Աշոտի մասին։ Ուրեմն, Արեգ, ես մի հատ բան ասեմ, մեր սերունդը շատ էր կարդում։ Ես առանձնապես շատ եմ կարդացել։ Ու ասենք, չի եղել, որ մեկը, չէ, հերս մեկ ասում էր, արա ասում էր, կարդում ես, լավ ես անում, բայց այնքան անկապ բաներ ես կարդում հետը։ Ասում էր, ես կարդա։ Հա։ Բայց ձեռի հետ էլ ես լիք ջուր անհասկանալի բան, որ հիմա հետ եմ նայում, անիմաստ ժամանակ է եղել։ Բայց ըստ երևույթին կարևոր էր կամ ինչ որ է, չի։ Մեր սերունդը շատ էր կարդում։ Եվ ոնց որ թե գաղափարական բանը ավելի առաջ ընկած էր։ Եվ երբ որ այդ 10 տարին այդ շարժում, պատերազմ, բանակ, բան եւ այլն այդ 88-ից հետո երբ որ ընդմիջում էր եղել,
ըստ երևույթին այդ գաղափարը եւ քո ասած այդ ինչ ասացիր ոճը, ձևը, մոտեցումը, չգիտեմ ինչա, հա, եկան իրար հանդիպեցին 10 տարվա չկարդացածի այդ բանը պարապուրտը ոնց որ բերավ իրար երկուսը իրար ու մի անգամից երբ որ բանակից ինձ հեռացրեցին եւ երբ որ ես եկա սկսեցի նորից վերադառնալ այսինքն նկարչություն, այսինքն այլընտրանք ունեի տարբերություն ուրիշների, հա։ Մի անգամից ինչ որ բան ստացվեց։ Այսինքն գաղափարը ինչ որ տեղ պիտի տաներ ինձ։ Եվ այդ գաղափարը նաև կարող է 10 տարվա ինչ որ պատմությունն էր պատճառը, որ ինչ որ վերադարձի հետ կապված խնդիր էր կամ մեկ-մեկ ես մտածում եմ որ սա փախուստ էր իրականությունից, որովհետև ի վերջո երբ որ դու հերոս չես իհարկե, բայց մասնակցում ես ինչ-որ պատերազմի կամ միտինգների ժամանակ կոչ ես անում, որ հավաքվեն գնանք մեր հայրենիքն է մյուս, հա։ Եվ հետո քո երազած երկիրը չի դառնում, դու փորձում ես այդ իրականությունից փախնես։ Միակ ու կարգին տեղը դա ժայռապատկերներն են եւ այդ մեգալիթյան հուշարձանների շրջանը, գաղափարաբանության իմաստով։ Դե 3 շերտ կա։ Մի մասը նենց բան անում, հիացած է ինձանով։ Այդ են տղեկն է, որոնց հետ խմում ենք, բան ենք անում, բան եւ այլն։ Այդ մենք գերեզմանից այցելության բան, մենք խոխմեք ենք անում։ Մյուս մասն ասում է, որ Յանը տարած, հա։ Այն մյուս մասի համար էլ կամ կաս կամ չկաս էլի։ Ասում են հա։ Այդ են մեռածը, չի։ Էս է այդ կտրվածությունը ինձ օգնում է։ Նախ առաջին ես ուրիշին չեմ նմանվում։ Ես նմանվում եմ ինձ եւ ոչ թե ինձ, այլ այն տարածքին, որտեղ որ ես ծնվել եմ, դաստիարակվել եմ, ապրում եմ եւ հիմա իր մեջ եմ։ Այդ իմաստով։ Այն մյուս իմաստը, որ ուրիշ տեղ լիներ կամ ինչ, ինքը կարող ընդամենը երևի բան տենց բարեկեցիկության բան հարցը լուծեր։ Մյուսը չեմ անում, չեմ կարող ասեմ։ Որտեւ տենց չի եղել, որ այստեղից ուրիշ տեղ կենեմ ապրելու։ Չեմ կարող ասեմ, բայց այստեղ, որ ես կտրված եմ, ոչ մեկ հետ մի ժամանակ շատ նեղվում էի, որ որևէ մեկը չկա, որի հետ ընդհանրենք նկարչության մասին խոսայի, բան եւ այլն։ Բայց վերջի մի քանի տարի մեկ էլ հասկացա նկարչության մասին խոսալը որն է։ Դե նկարը անում ես էլ։ Սենց չես անում, նենց ես անում։ Չէ, ինձ դե այդ կտրված լինելը օգնում է։ Որովհետև ի վերջո արվեստը նենց մուխանատ բան է, որ ինքը երբ որ մի հատ զիլ տիպ է հայտնվում մի տեղ, դու էլ մի քիչ թույլ ես ելնում, անպայման ազդեցություն է թողում ինքը քո վրա։ Հիմա ես շատ ուրախ եմ, որ ին վրա ազդեցություն է թողածի ընդհանրեն ժայռապատկերային պլաստիկան։ Ոչ թե փոլոկը, օրինակ։ Հիմա նայ այդ տրանսֆորմացիաների հետ է կապված, այսինքն անդադ փոփոխությունների հետ է կապված, որը էլի բնազդական բան իմ մոտ ամենայն դեպս։ Երբ որ հոգնում եմ, օրինակ իմ համար շատ հետաքրքիր է այդ միջնադարը, որ ասար։ Այդ էլ գալիս է այդ պաշարի հետ կապված։ Օրինակ մինչև մի 3 տարի առաջ ես դրան չէի անդրադարձել։ Հա։ Մեկ էլ ինչ որ այդ մատենադարանի հետ կապված խնդիր եղավ եւ այլն, բայց ես գիտեի իրանց բոլորին նայել էի փոքր ժամանակ, փոքր այսինքն ուսանող, վաղ ուսանողությունից հետո եւ այլն, հետաքրքիր էր եւ այլն։ Նորից ես այնտեղ այդ պատճառով հետ վերադարձա այնտեղ։ Հետո այդ գործը ավարտելուց հետո հիմա ինքը ազդեցություն է թողել իմ վրա։ Եվ ինքը, ասենք, էտապա հիմա սենց է, վաղը չգիտեմ ինչ կլինի։ Հիմա ես մտածում եմ, որ վաղը ես պետք է այս տեսակ բանը խառնեմ, որ նայ, այստեղ արդեն իմ կարծիքով ես մտածում եմ, որ երկու մոտեցում խառնել եմ իրար, հիմա ստացվելը չի ստացվել, դա ուրիշ է, այսինքն ժայռապատկերային պլաստիկան, միջնադարյան պատկերաքանդակի մեր պլաստիկան եւ ժամանակակից մտածողության պլաստիկան փորձել եմ համադրել, ստացվելը չի։ Հիմա ես մտածում եմ, որ մի 2 տարի հետո, այն 3 տարի առաջ, որ ես
լրջորեն զբաղվեցի մանրանկար եւ որմնանկարչության ուսումնասիրման, հա։ Ինքը երրորդ մի հատ շերտ է ավելանալ ուստեղ։ Ինքը ինչ որակ կստանա, չգիտեմ։ Էլի մարդու պատրաստվածությունից է։ Հիմա օրինակ շատ անգամ լսել եմ, որը հետո բայց հակադարձել եմ նաեւ։ Ինձ ասել են, որ օրինակ, այս ինչը մի հատ լադի վրա այտենց գտել է այդ լադը ու այդ լադի վրա ծնգեցնում այս 30 տարի անհետաքրքիր է։ Այտենց բան չկա, դա ինքը լավ է անում։ Բայց մյուս տեսակը կա, որ անընդհատ ինչ որ փորձում է փնտրի, ինչ որ նոր բաներ է ուզում անի։ Հիմա ըստ երևույթին ես դրա մեջ եմ, որովհետև մենակ այս չի որ ես անում եմ, չէ՞, ի վերջո։ Բայց այն բաները, որ քարեր եմ տանում, անկապ, անկտուր, ինչ որ հող եմ առնում, սար եմ առնում, եւ ընդեմ իմ գերեզմանն եմ սարքում։ Կամ ենթադրենք այն տրադիցիաները, որ այս տարածքում մինչև ամենայն դեպս երբ որ ես երեխա եմ, մինչև տելևիզորի մուտքը, բանալիս կոմունիկացիաների, մինչև մեր փչանալը, հա, տենց ասեմ, պատմում էին, հա, օրինակ պորտակարի մասին։ Կամ ենթադրենք այն հանրահայտ հեքիաթը կամ բանը ջրերի պաշտամունքի հետ կապված, որ վիշապը պետքա ջուրը փակել է կամ ինչ օրինակի համար կամ չգիտեմ ինչ, հա։ Ես նաև այդ բաներն եմ անում, այսինքն այն բաները, որ ես ուզում եմ արտահայտեմ, որը կտավվի այդ հարթության միջոցով հնարավոր չի, հիմա ես տեղափոխվում մի հատ ուրիշ սֆերայի մեջ, որը եթե զուտ ասենց նկարչություն ասելով, այսինքն մեր հասկացած իմ գոնե, ձեր սերունդը ուրիշ է, նկարչություն ասելու այդ բաներով նայենք, տեսանկյունով նայենք, որ մենակ կտավի վրա պիտի նկարես, մեկ էլ թղթի վրա, հա։ Ոք էլ ինքը, որովհետև ես չեմ կարա այդ անեմ, գերեզմանս ոնց սարքեմ կտավի վրա։ Չէ, ինչ որ ռաբիս բան կլինի, էլի մի հատ քար նկարեմ, բան, ասեմ ես իմ գերեզմանն է։ Ես ընդհանրենք մահվան գաղափարը, որ մեծ գաղափարը, որ ես ամենայն դեպս նկարելու միջոցով, այսինքն այս միջոցով, որ ես չեմ կարա անեմ, ես կազմակերպում մի հատ ներկայացում, որտեղ ընդհանրենք բայքերներն են գալիս, սպիտակ դագաղա, մենք տանում ենք, իրան վառում ենք, բայց այդ ամբողջը ինչ որ ենթատեքստ ունի, այնց չի։ Դա խնդիրը դրված է, որ մահ որպես այդպեսին գոյություն չունի, այսինքն մտածել ես այդ մասին։ Եվ այդ դագաղը, որ մարդիկ սովորություն են դարձրել արդեն, հա, սա նավն է, որը մի կողմից պետք է սահման անցկացնի մյուս կողմը։ Ասենք թե հիմա այդ նկարչությամբ ես չէի կարող անել։ Ստիպված ես գնացի նաև այդ ուղղությամբ, ոչ թե գնացի, այդ անելու համար այդ արեցի, ոնց որ ինքը ստացվել է կամ չգիտեմ, ընդհանրապես ես տիեզերքի կենտրոնը գտնելու գաղափարը շատ երկար ժամանակ ինձ բաներ անում։ Հիմա սա նկարչությունը, թե նկարչություն չի, ոմանք ասեն, չէ, սա նկարչություն չի, բայց չէ։ Իմ կարծիքով դա էլ է նկարչություն, որտեղ նկարի, եթե ես նկարիչ եմ, ես լիքը բաներ եմ մտածում։ Ուրեմն ամենախոխման որն է, որ ոսում ինչ ես գլխից այդ բաներ դուրս տալիս։ Բայց այն ժամանակ էլի որտեղ ես ընդդից եմ գալիս, որտեղ մարդիկ բնությանը մոտ էին եւ իրանց կարծիքով իրանք տիեզերակենտրոնն էին, որտեղ ի վերջո իրանց գիտակցությունից է, եթե դուրս գալիս ճանաչողական այդ շրջանակը, հա, իրանք կենտրոնում էին։ Ես որ գնացի, դե իհարկե մեջը հումոր ալնում, բան ալնում, որտեղ բոլորին չես կայնա, ինչ լիքը բաներ կա։ Գրել ես, կարդում ասում եմ, դե զալը տեթում եմ։ Ասում ես, որ հայ քո ասածն է, հա։ Ես գտել եմ գիտնական ընկերներ ունեմ, իրականում լուրջ գիտնական ընկերներ ունեմ։ Գցում եմ իրանց վրա, ասում եմ, իրանք 12 տարի շարունակ բան են անում, հաշվում էին նոր տեխնոլոգիաներով, կոմպյուտերներով, թե որտեղ է տիեզերքի կենտրոնը, որ չգտամ որտեղ է։ Բայց երբ որ անկեղծ եմ, ասենք, sense խոսակցությունները, այսինքն քո հետ եմ երբ որ խոսում, ասում եմ, Նարեկ ջան, ես գիտեի, որ մեզանից յուրաքանչյուր տիեզերքի կենտրոնում է։ Եվ տիեզերքի կենտրոնը այդ կոսմիկական ուղղահայացը իր մեջով է անցնում։ Ինձ էլ հարմար էր այդ տեղը, տարել եմ, ընդեղ տեղավորել եմ, եւ ինքը ընդեղից անցնում իրական տիեզերք, ոչ ոք չի կարող անալ։ Բայց պսևդոգիտնականներ կան, որոնք պատմություններ արան, ինչ խայտարակություններ, բաներ, ինչեր ասես, որ չգրան, չգիտեմ ինչ, եւ այլն եւ այլն։ Հա։
Հիմա վերադառնանք քո ասածին էլի։ Էլի պաշարից է այդ ամեն ինչը։ Որտեվ նորից եմ ասում, մեկը գտնում է մի հատ բան սկսում է ծնկծնգացնել եւ ինքը լավ է ծնկծնգացնում, տենց բան չկա։ Այն մյուսները անընդհատ ինչ որ բանից է գիտես, իր այդպես կառուցվածքից է, գենետիկայից է, ինչից է, մեկը փնտրող է։ Մեկը տենց անընդհատ ինչ որ բան, կարող է կիսա թողը մի բան վազին դեր, այն մյուսը։ Նարեկ, այդ հարցը ինձ չպիտի տայր, այդ հարցը պիտի տայր Երևանի նկարիչներին, որտեվ ստեղ ով պիտի առնի։ Եթե Երևանում չեն առնում կամ առնում են, հələ չի տեղափոխվել գավառ։ Այդ process, եթե առնում են, բայց ինչքան գիտեմ, ընդեղ էլ տենց շատ բան չի, այդ վիճակում, շքեղ վիճակում չեն։ Հիմա նայ, ես որ ասում եմ տրադիցիա, ամենասկզբում որ մենք խոսում էինք, այդ տրադիցիան չկա։ Օրինակ, մեր հարուստը, որտեվ ինքը բուրդան հարուստ է, ինքը չգիտի, որ ամենաճիշտ ներդրումը նկար առնելն է։ Որտեվ այսօր $5,000 առնում է, վաղը կես միլիոն ալնելու։ Հիմա վերջի շրջանում, ենթադրենք վերջի մի 10 տարվա մեջ, ինչ որ որոշները, որոնք իրանց մեջի խելոքների մասին խոսքը, իմ լսածով եմ ասում, չգիտեմ։ Հա, սկսել են նկար առնել, նու բնական է որտեղից պիտի սկսեին Սուրենյանց, Սարյան եւ այլն եւ այլն, հա։ Ու հասել են Մինասին։ Դեռևս որտեղ ես ինֆորմացիա չունեմ, որտեղ փակ տարածության մեջ եմ ես։ Այսինքն գծկտուր խոսակցություններից բանից եմ ես լսել, որ սկսել են Մինաս առնելը։ Երևի մի օր էլ մեզ կառնեն, հետո մեզանից հետո եկողներին։ Բայց որպես այդպիսին տրադիցիա պիտի լինի։ Տես Կոպենհագենում, հա, ես 1-2 տուն մտա, նայում եմ 16-րդ դարի 2 հատ նկար է կախած։ Ու կողքը կախած են, ընդհանրենք այսօրվա ժամանակակից իրանց նկարիչներից։ Որ անհամատեղելի է թվում, ամեն դեպս Սիսյանի ժողովրդի մտածողության իմաստով։ Իրանց մոտ տրադիցիա կա, նկարը աշխատանք է, նկարը կարևոր ատրիբուտ է, իրանք հանգստանում են, իրանք ինչ-որ բաներ են փնտրում, իրանց են գտնում մեջը, խոսում են հետը, երբ որ մենակ են, ինչ գիտեմ, որը մեր մոտ բացակայում է։ Նույնը Ֆրանսիայում է։ Օրինակ Ամերիկայում էլ ես այդ բանը չտեսա։ Ես ընդ ավելի շատ զգում եի, որ իրանք պրոստը առնում են, որտեղ գիտակցում են, դրանք բան են, չէ՞։ Գիտեն ինչ է։ Առնում են, որտեղ գիտեն, վաղ ինքը փող է։ Ես գիտես ինչն եմ հիշում։ Ես հիշում եմ, որ մենք մտանք Լաչին։ Հայաստանի կողմից մեր ջոկատը մտավ առաջինը Լաչին, ու Ղարաբաղցիները ընդեղից եկան, մենք ստեղից։ Իրեն գրավել էին արդեն Լաչին։ Հա։ Հիմա ես Լաչինում առաջի օրն առաջի ժամերն ապան ինչ որ տներ են վառվում, բան եւ այլն։ Մտածում եմ, էլի ասում եմ, մերպես տղերք չկային, ստե ասենք նկարիչ, բան եւ այլն։ Կամ հարուստ բան։ Երևի եղել են դեպքում դա պիտի լիներ, չէ՞, ինչ որ գործկոմի նախագահ, ռայկոմի քարտուղար։ Իրենց տները վառում են տղերքը։ Իրանք ընդամենը երևի ոսկի են ունեցել, իրենց բանը էդ է եղել, նույնն այդտեղ է իհարկե։ Էդ են վերցրել տարել։ Հա։ Բայց տուն են սարքել, բայց տունը վառվում է։ Այդ տուն մի սարքի նկար առ, որը չկա մեր մոտ։ Հələ, բայց կլինի, որտեղ դե իրենց երեխեքին գրգում են բան, չէ, դրսերում սովորելու բան, նրանք գնում են շփվում են։ Հասկացա ինչ ես ասում։ Նախ ասեմ, որ իրենց մոտ տրադիցիա է։ Իմ տեսածն եմ ես ասում, որ ինքը գինե գործ է, բայց ինքը նաև ամբողջ ծմերը նկար է անում։ Հա, մյուսը ինչ որ բանում եկեղեցում խորում երգում է։ Չգիտեմ այն մյուսը։ Այսինքն տրադիցիա է, որը ըստ էության մեր մոտ անընդհատ ինչ որ համակարգերի փոփոխության պատճառով կամ ինչ, այդ բանը անընդհատ ինչ որ վերացել է, ստեղծվել է, հասել է մի տեղ, որ պետք է արդեն ինքը բան դառնար, տրադիցիա դառնար, մեկ էլ ընդհանրենք եկել են ռուսները, օրինակ, էական չի, պարսկական, երբ որ մենք հպատակ էինք, լավ էր թե վատ էր,
Մեկ է գալիս են ռուսները, հետո ստեղծվում է նոր տրադիցիոն ինչ-որ բան։ Մեկ է գալիս են բոլշևիկները։ Այդ 70 տարի մեկ է նորից զրոյից են NKVD-ի աշխատողի թորը արդեն, գիտեմ, փորձում է այդ տրադիցիա դառնում իրենց ընտանիքում, բան եւ այլն։ Մեկ է գալիս է վերես անկախություն, բան եւ այլն, այսինքն մեր մոտ տենց չի եղել մի ժամանակաշրջան, որ ծորը ասի, որ գիտես իմ պապս քարտաշ էր։ Շնայած հետքեր մնում է իհարկե։ Սա այդ կոսոց հետ կապված։ Եթե ազնվորեն ասեմ, մեկ որ այդ սոցիալական ցանցերը բանը նայում են, որ անդադ ինչ-որ վատ բաներ է գրված, դեպի էլ գիտես, որ իրականում ինչ-որ բաներ կա, որ այն չի, վերջո քո երազած երկիրը չեղավ եւ այլն, ընկճվա, դե նոմա մարդ ես էլի, ընկճվում ես, տրամադրություն է բանը, առաջ թողամ այդ համստեյր, բայց չէ, ես ստեյց ուր էտ եմ, հող եմ առե, սար եմ առե, սարի վրա մետ ֆալոս եմ տնելու, ընդեղ ուրիշ բաներ եմ տնելու, ես օրինակ ասեմ, որ ամենասկզբից, ես եմ մարդկանցից եմ երևի հանրապետության, երբ որ դաշնակցությունը փակեցին, ես ազատ կարեի գնի ասել, որ հանձնվում եմ կոնտրոլիչները, որովհետև վատ եմ վերաբերվում իմ կուսակցական պատկանելիության պատճառով, կամ հիմա ես Ֆրանսիայում ես կարայի մի հատ դիմում գրեի ինձ ընդեղ ասեցին, որ մի հատ դիմում գրի, արի, ոչ թե արի, ինձ մնա կառավարական մակարդակով։ Այդ մի շաբաթ հետո մեկ էլ զգացի, որ զալես է թմա։ Մի կարոտում եմ ստեղ, բան չգիտեմ ինչ եւ այլն, ստիպված ինձ խփեցի այդ բաներ բաներով ֆրֆռալում, բանին, որ այդ զգացողությունը մեջս բանան, կարոտի զգացողություն։ Չէ, ուր է դա։ Ես Երևան երկար չեմ կարող մնալ։ Ամեն ինչը ստերեոտիպն իր ժամանակն ունի։ Հիմա այդ նույնը։ Օրինակ, ընդհանրենք ինչ-որ կաֆեում, չգիտեմ, Փարիզի կամ մի ուրիշ տեղ, հա, Լիոնում կամ չգիտեմ ինչ բան։ Այդ ամեն ինչը արդեն անցած բան է, որ պիտի դու անեիր, երբ որ քո տարիքին էինք։ Հիմա որտեղ վերջնական ձևավորված ես, ինքը կարող է հետաքրքիր է, բայց որոշակի չափով, որտեղ դու այնտեղ արդեն սովորելու իմաստով, որպես այդպեսին սովորելու, զուտ սովորելու իմաստով, շատ քիչ բան ունես, շատ քիչ, որը կարաս նաև չսովորես, որտեղ վերջնական վերջացած անձնավորություն ես ձևավորված։ Հիմա ամբողջ խնդիրներն է, դու ասացիր կղզիացած չէ։ Մի շրջան կար, որ հա, այդ հա։ Բայց արդեն սովորամ նրան, որ ոչ Գերմանն է գալու, ոչ Բախտամյան Արթուրն է գալու, ոչ Վահան Արծրունին է գալու, ոչ մեկն է գալու։ Քսի թոյթը։ Երբ որ արդյունքը կլինի վերջնական, երբ որ իրանք կտենան, արդեն էդ էլ անհետաքրքիր դառնում։ Որտեղ ընթացքում եթե ինչ-որ բան ասեն, ասեն գիտես, այս կապույտը կարող է ճիշտ չի տեղում չի բանն։ Սա ուրիշ է։ Բայց երբ որ վերջում ասեն, արե պրծել եմ, հիմա ասում ես յանեմ ինչ, որ չեմ տնելու նորից կսեմ։ Ուզում ասեմ, այդ կղզիացած բանը արդեն դրանից էլ է հետ վարժեցրել, հասկանում ես, որ վատ է, երևի, չգիտեմ, կամ լավ է։ Ինչ մրցանակ։ Մրցանակ ես եմ տալիս։ Հա, սերտիֆիկատներ եմ տալիս, բաներ եմ անում։ Բա ոնց։ Սա այն որ հա, կա այդն սերտիֆիկատ, ամեն պերֆորմանսից հետո մրցանակներ եմ տալիս, երեխեքին մրցանակներ եմ տալիս, օրինակ հայտարարում եմ, որ այսօր ով լավ արեց կոմպոզիցիան, կամ գունանկարը լավ արավ, այս պամիդորը կամ խնձորը կամ այս կճուճը ով լավ նկարեց, ինքը մարոժնի է ուտելու, վերջացավ։ Չէ, իրանք կան, հիմա, իրանց պետք է զարգացնել ու ճանապարհ բացել իրանց համար։ Ընդհանրենք զարգացնողը ես եմ, որտեղ ամենքին անհատական եմ փորձում մոտենալ, չեմ ուզում բոլորը իմ նման նկարել իմանամ, այսինքն իմ գիտելիքի չափ։ Ոնց անում է, մեկի մոտ ռիսունքը վատ է, ասում եմ քսի որ դու ժիվապիսեցես։ Այնուհետև մոտ հակառակն է, այնա լավ, հա,
ասում եմ, որ էսա ճիշտ է վարել, այսինքն նենց չի որ ասում եմ, չէ, այ իրան մի քիչ մոտեցի, մի քիչ էլ այս սենց, նստում եմ գծում եմ, ասում եմ, այ այս սենց պիտի գծես, տենց բան չկա, այդ իմաստով։ Մյուս մասը արդեն, ես չգիտեմ, կամ ծնողի խնդիրն է, կամ պետության խնդիրն է, ճանապարհ հարթելը։ Մեկ իրենց բաներից, կոմպոզիցիաների, ֆիգուրներից բանից նկարում եմ, հա, կոպիա, հա, եկեք ելիս ասում, այդ իմ նկարը չի ընկեր Ավագյան։ Մի հատ պուճուր երեխա, 6 տարեկան երեխա կա, որ դեմ տարել, հեսա պիտի նկարեմ։ Ծիու վրա ուզելա նկարի, կոմպոզիցիան է, ուզելա նկարի, որ ծիու վրա մի հատ զինվոր է, Ազովյան Բասենցի է, 6 տարեկան երեխա։ Հա։ Ուրեմն այդ ծիու վրա ինքը ոնց նկարի, մտածել է, որ ոտի վրա, ծիու վրա կայնած է ֆիգուրը նկարել, ու շատ զիլ է։ Հիմա ես այդ պիտի անեմ, պրոստ կոպիա անեմ, վերջ, ինչ է։ Հաղորդման գլխավոր հովանավորն է asecose.am կայքը։ Հաղորդման հովանավորն է Smart Construction ընկերությունը։ Smart Construction Նորագույն տեխնոլոգիաներ նիշը ձեր բիզնեսի, թեթև մետաղական կոնստրուկցիաներով և սենդվիչ պանելներով կառուցվող բազմաֆունկցիոնալ շինություններ, միջազգային չափորոշիչներին համապատասխան ժամանակակից շինարարություն, ինչպես նաև արագընթաց դարպասներ, բարձիչ կամրջակներ, հուսալի հրակայուն դռներ։ Շահեք թանկարժեք ժամանակը, կառուցեք ձեր բիզնեսը արագ և օպտիմալ։ Smart Construction Հեռախոս 29 81 81